Տեր Հիսուսը խաչի վրայից աղոթում էր. Հայր, ներիր նրանց։ Հայր, ներիր նրանց։ Ղուկասի ավետարանի մեջ 23-րդ գլխի 34 խոսքում լսում ենք. Եվ Հիսուսն ասեց. Հայր, թողիր դրանց, որովհետև չգիտեն թե ինչ են անում, եւ նրա հանդերձները երբ բաժանեցին, վիճակցեցին։ Որպեսզի մարդը իմանա, թե ինչպես է, որպեսզի մարդը սովորի, թե ինչպես պետք է ներել, պետք է ինքը ելնի Գողգոթա։ Մենք տեսնում ենք հետևյալը. մենք տեսնում ենք Հիսուսի ամեն ինչ տանող սերը։ Այնտեղ մենք տեսնում ենք մարդիկ ինչքան խիստ եւ դաժան ձևով վարվեցին Տիրոջ հետ։ Գիտեք, սիրելիներ, երբ որ մարդը հանցանքի մեջ է, մեղք է գործել եւ իրան մեղադրում են եւ դատում են, սա հասկանալի է։ Բայց երբ որ մարդը անմեղ է, ոչ մի մեղք հանցանք չի գործել, եւ ենել իր հետ վարվում են այդպիսի մահով, խաչի մահով, դա շատ ահավոր է։ Երբ որ նայում ենք խաչին, այնտեղ մենք տեսնում ենք անսահման ամոթը, սիրելիներ, այո, այդ մասին Պողոս առաքյալը Փիլիպպեցիներին գրում է, որ այո, խաչի մահը դա ամոթալի մահ էր։ Փիլիպպեցիս թղթի 2-րդ գլխի 8-րդ խոսքում ասում է. իրան խոնարհեցրեց եւ հնազանդ եղավ մինչեւ իր մահ եւ այն էլ խաչի մահ։ Խաչի մահը դա անարգալից մահ էր, դա շատ դաժան մահ էր, սիրելիներ։ Եվ Եբրայեցիս թղթի մեջ էլ լսում ենք, այդ մասին գրված է, Եբրայեցիս թղթում ասում է, երկրորդ խոսքը, համար 12 գլխի, այնտեղ ասում է, սիրելիներ, բդիկ տանք հավատքի զորագլխին եւ կատարողին Հիսուսին, որ իր առաջին դրված ուրախության փոխանակ խաչը հանձնարավ եւ ամոթը արհամարելով Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Այո, խաչի մահը դա ամոթալի մահ էր, սիրելիներ։ Եվ նաեւ մենք տեսնում ենք խաչի վրա Տիրոջ նեղությունը եւ տառապանքը, եւ այդ տառապանքների մասին ինքը Դավիթը Սուրբ Հոգով լսված մարգարացել էր, եւ այդ մասին խոսում է 22-րդ Սաղմոսի առաջի խոսքերում. Իմ Աստված, ինչու համար ես թողել ինձ, հեռու ես իմ փրկությունից եւ իմ հառաչանքի խոսքերից։ Սիրելիներ, Աստծո որդու համար, Տեր Հիսուս Քրիստոսի համար ամենաահավոր պահը դա էր, որ ինքը զրկվեց հոր ներկայությունից։ Այն բաժակը, որ շատ դառն էր եւ պետք է խմեր, հենց դա էր։ Իսկ ինչի համար հոր ներկայությունից զրկվեց, որտեղ Աստված երկնքից Հիսուսին նայում էր մեղքի, մեղավորի, որտեղ ինքը մեր մեղքերը, մեր հանցանքները իր վրա էր վերցրել։ Եվ Պողոս առաքյալը դրա համար ասում է. Աստված նրան, որ մեղք չգիտեր, թե ինչ բան է մեղքը, նրան մեղավոր արեց, որպեսզի մենք Աստծո արտարները լինենք։ Աստծո համար մեղքը զզվելի եւ գարշելի է, եւ դրա համար Աստված իր երեսը որդուց թեքեց։ Այո, սիրելիներ, սա շատ ահավոր էր։ Աստծո որդին զրկվեց հոր ներկայությունից, հայրը երեսը իրանից թեքել էր։ Եվ հետո 6-րդ խոսքում այդ նեղությունները, այդ տառապանքները, իսկ ես որդն եմ եւ ոչ թե մարդ։ Ինչի համար, որովհետև Տիրոջ հետ այդպես վարվեցին, ոչ թե մարդու հետ, այլ որպես հետին մեկի հետ, եւ դրա համար ասում է, իսկ ես որդն եմ եւ ոչ թե մարդ, մարդկանց նախատինք եւ ժողովրդի անարկանք։ Ամեն ինչ տեսնողները ծաղր են անում ինձ, իրան շրթունքները բաց են անում ու գլուխ շարժում, նա Տիրոջը ուսացավ, թող ազատե դրան, թող փրկե դրան, եթե հավանել է դրան։ Այո, մարդիկ անցնում էին, նայում էին խաչին, իրաց գլուխները շարժում էին եւ ասում էին.
Եթե Աստծո որդին ես, իջի խաչից, քեզ փրկի, ուրիշներին փրկեց, ուրիշներին ազատեց, իսկ ինք իրան չի կարողանում ազատել, ծաղրում էին, անարգում էին։ Եվ հետո շարունակության մեջ 22 Սամոսում լսում ենք սիրելներ, այնտեղ ասում է համար 13-ից իրանց բերանը բաց արին ինձ վրա, ինչպես գոռող եւ հափշտակող արյուծ, ես ջուրի պես թափվեցի եւ իմ ամեն ոսկորները լուծվեցին, սիրտս որովայնում ես հալած մոմի պես եղավ, զորությունս չորացավ խեցիի պես եւ լեզուս քիմքիս է կպած եւ դու մահի հողի մեջ ինձ դրեցիր, որտեղ շները ինձ պատեցին եւ չարերի ժողովը շրջապատին ինձ ձեռքերն ու ոտքերը ծագեցին, ես համրում եմ իմ ամեն ոսկորները, բայց նրանք նայում են եւ դիտում են։ Այո, եւ հետո Տերն ասում է. Փրկիր ինձ, փրկիր իմ անձս սուրից եւ իմ կյանքը շան ձեռքից, ազատիր ինձ արյուծի բերանից ու պատասխանիր ինձ գոմեշի եղջյուրներից ազատվելով։ Այո, սիրելիներ, խաչի վրա շատ ահավոր էր, շատ ծանր էր եւ այդ բոլորը մեր համար, սիրելիներ։ Այո, խաչին նայելով տեսնում ենք, թե մարդիկ Աստծո որդու հանդեպ, Տիրոջ հանդեպ ինչքան խիստ եւ դաժան վարվեցին, որ այո, Տերը մատնվեց ամոթալի մահվան եւ իր տառապանքները, եւ Եսայի մարգարեի շուրթերով ասում է սիրելներ, Եսայի մարգարեության 53-րդ գլխում այդ մասին գրված է, եւ Եսայի շուրթերով ասում է 6-րդ, 7-րդ խոսքերում, այնտեղ ասում է. մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրը իր ճանապարհին դարավ, եւ Տերը նրա վրա դրավ մեր ամենքի մեղքը։ Եվ Տերը նրա վրա դրավ, Հայր Աստված նրա վրա դրավ մեր ամենքի մեղքը։ Այս խոսքը, որ մենք լսում ենք, ամեն մեկս այդպես մտածում ենք, որ սա ինձ է վերաբերվում։ Սա ինձ է վերաբերվում։ Աստված Հիսուսի վրա դրեց իմ մեղքը։ Նա անիրավություն կրեց եւ չարչարվեց, բայց իր բերանը չբացավ, ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում, եւ ինչպես մի մուշ մաքի իր խուզողների առաջին, այնպես իր բերանը չբացավ։ Եվ հետո 9-րդ խոսքում, եւ ամբարիշների հետ որոշվեց նրա գերեզմանը, բայց հարուստի դեղավ նա մեռած ժամանակ, ըստ որում նա զրգողություն չէր արել եւ խաբեություն չկար նրա բերանում։ Նա որ մեղք չգիտեր, մեր համար մեղք եղավ, որպեսզի մենք Աստծո աշտարները լինենք, եւ Տեր Հիսուսը խաչի վրա Աստծո սիրով ամեն բան տարավ։ Այդ ամենը տարավ, որտեվ ինքը սիրում է մեզ։ Եվ սրա համար սիրելիներ, Առաջի Կորինթացիս թղթի մեջ Պողոս առաքյալը խոսում է 13-րդ գլխի 7-րդ խոսքում, որ այո, սերը ամեն բան տանում է, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։ Այո, խաչի վրա Տիրոջ այդ վարմունքը, այդ վերաբերմունքը խոսում էր այն մասին, որ ինքը լցված էր անուն սիրով։ Երբ որ նայում ենք խաչին, նայում ենք Տիրոջը, սիրելիներ, այնտեղ մենք տեսնում ենք նրա սիրո հայտնությունը, որ նա սիրով էր լցված։ Իրական սերը, անկեղծ սերը արտահայտվում է մահվան շեմին։ Այո, Տեր Հիսուսը սիրով լցված, երկնքից օգնություն, փրկություն էր խնդրում մարդկանց համար, նրանց համար, որոնց համար ինքը հոգ էր անում, որոնց համար եկել էր։ Նա աղոթում էր բոլորի համար, իրեն խաչողների համար, իրան անարգողների համար, արհամարհողների համար, եւ այդ բոլորը այն պատճառով, որտեղ նա սիրող է։ Եվ նաեւ սա ենք տեսնում, սիրելիներ, որ Տեր Հիսուսը խաչի վրայից սովորեցնում է,
Մարգոսի ավետարանի մեջ կարդում ենք Մարգոսի ավետարան 25 խոսքը համար 11 գլխի Տերն ասում է, Տերը սովորեցնում է աշակերտներին, եւ որ ժամանակ որ կանգնեք, աղոտ կանեք, ներեցեք, եթե մեկի դեմ բան ունենաք, որպեսզի ձեր հայրն էլ, որ երկնքումն է, ձեր հանցանքը թողնե ձեզ։ Տերը ինչ-որ սովորեցնում էր հանդարտ, այդպես կարելի ասել, հանգիստ պայմաններում, նույնը սովորեցնում էր խաչի վրա, նույն խոսքի հետևում էր խաչի վրա, խաչի վրա ինքը աղոթում էր երկնավոր հորը, բայց ինքը ներում էր իրեն խաչողներին, իրեն անարգողներին, իրան հայհոյողներին, եւ դրա համար չէ գրված է Աստծո խոսքում, Հովհաննես Արաքյալը ասում է, իրար սիրենք ոչ թե խոսքով եւ լեզվով, այլ գործով ու ճշմարտությամբ, նմանապես ներելը ոչ թե պետք է լինի խոսքով, այլ պետք է լինի գործով, եւ այո, Տեր Հիսուսը մահվան մեջ, մահվան շեմին աղոթում էր, ներում էր, սովորեցնում էր, եւ նույնը մենք տեսնում ենք սիրելիներ Ստեփանոսի կյանքում, Ստեփանոսը սովորել էր Տիրոջից, իրա նման վարվել, իրա հոգով ապրել, իրա հոգով ներել, եւ դրա համար երբ որ ինքը Ստեփանոսը համարձակությամբ Սուրբ Հոգով լցված հրեաներին վկայեց այն մասին, որ Հիսուսն է Քրիստոսը, Հիսուսն է Փրկիչը, որին անարգելով, արհամարելով մատնեցին խաչի մահվան, մարդիկ հարձակվեցին իր վրա, իրան քարկոծում էին, եւ այդ ժամանակ սիրելիներ ինչ եղավ, գրված է Գործք Առաքելոցի 12-ի 57-ից, եւ քաղաքիցը դուրս անելով նրան քարկոծում էին, եւ վկաները իրենց հանդերձները դնում էին մի երիտասարդի որդների մոտ, որ Սողոս էր կոչվում, եւ քարկոծում էին Ստեփանոսին, որ կանչում էր եւ ասում. Տեր Հիսուս, ընդունիր իմ հոգին, եւ ծունկ դրավ եւ բարձր ձայնով աղաղակեց. Տեր, այդ մեղքը մի համարիր դրանց համար, եւ այս ասելով ննջեց։ Ուրեմն սիրելիներ, այո, Ստեփանոսը սովորել էր Տիրոջից, ավելին իր մեջ այն հոգին էր, որ ուներ Քրիստոսը, որտեղ Գիրքը սովորեցնում է, Պողոս Արաքյալը ասում է, եթե մեկը չունի Քրիստոսի հոգին, նա նրանը չի, Ստեփանոսը ուներ Քրիստոսի հոգին, եւ ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը խաչի վրայից աղոթեց մարդկանց համար, ներեց մարդկանց, նման ձևով էլ տեսնում ենք, որ Ստեփանոսն է վարվում, իրեն սպանողներին ինքը ներում է եւ իրանց համար աղոթք է անում Տիրոջը, թող Աստծո ողորմությունը լինի սիրելիներ։ Տերը խաչի վրայից աղոթում էր. Հայր, ներիր նրանց։ Եվ սիրելիներ, եթե մենք հաղորդ ենք Քրիստոսին, հաղորդ ենք կյանքին, ուզում ենք հաղորդ լինել եւ այդ կյանքի մեջ աճել, նման ձևով մենք պետք է վարվենք։ Նման ձևով մենք պետք է անենք։ Գիտեք, այն մարդը, որ չի ներում, իր մեջ խաղաղություն չունի, ահավոր բան է, երբ որ մարդը չի ներում, սա մի ծանրություն է, որի տակ մարդ հևում է, որի տակ մարդը հանգստություն չունի, անընդհատ մարդ իր վրա լուծ է կրում, մարդ իր սրտում անընդհատ, այդպես ասած, անխաղ վիճակների մեջ է ու կռիվների մեջ է։ Այս հիշում եմ, քույրիկներից մեկին իր ամուսին ասում է, այ կնիկ, դու առողջ ես, հաջողակ, դու ոչ մի խնդիր չունեիր, այ ի՞նչն էր պատճառը, որ դու հավատքի եկար։ Հավատքի են մարդիկ են գալիս, որ հիվանդ են, ունեն ինչ-որ մի բանի կարիք, բայց դու ոչ մի բանի կարիք չունեիր։ Քույրիկ ամուսինը ասել էր, բայց այն որ ես իմ ներսիդին նեղսրդվում է եւ մարդկան չի կարող ներել, գիշեր ցերեկ հանգստություն, խաղաղություն չունեի, դա ահավոր բան է եւ Աստված ինձ ազատել է, ինձ փրկել է, ինձ խաղաղություն է տվել, ես մարդկանց ներել եմ։ Շատ ահավոր բան է, շատ ծանր բան է, որ մարդը չի ներում։
եւ դրա համար Տերը սովորեցնում է, հայր մեր աղոթքում էլ աղոթում ենք, ների մեզ մեր պարտքերը կամ մեր մեղքերը, ինչպես մենք էլ ներում ենք մեր պարտապաններին։ Տերն ասում է, երբ որ աղոթքի կանգնեք, ներեք, եթե իրար դեմ մի բան ունեք։ Գիտեք, սիրելիներ, ընդհանրապես մարդու համար շատ ծանր է, շատ դժվար է, երբ որ իրան վիրավորում է իր մոտիկը, ասենք օդար անծանոթ մեկ եթե վիրավորում է, եթե մի վատ բան է անում, դա շատ հեշտ է տանելը, այդ մարդուն ինքը չի իմանում, անցավ, գնաց, բայց երբ որ քո մոտիկն է նեղացնում, քո եղբայրը, քո քույրը, քո մոտ հարազատը շատ դժվար է, սիրելիներ։ Եվ երբ որ Աստծո խոսքը նայում ենք, այո, Աստծուն սիրող մարդիկ իրանք փորձվել են իրանց մոտիկների կողմից։ Հակոբը փորձվում էր իր հարազատ աղբոր կողմից, Եսավի կողմից։ Եսավի երեսից ելավ եւ փախավ օդարություն։ Ու երբ որ օդարությունից եկավ, էլի իր մեջ վախ կար, թե Եսավը իրան հնարավոր է սպանի։ Շատ ծանր էր, շատ դժվար էր, բայց իհարկե, երբ որ Աստծո հետ հանդիպում ունեցավ, հարցը լուծվեց, իր հոգու խորքում Եսավի հետ խաղաղվեց եւ հանդիպումը օրհնյալ եղավ։ Այո, հաշտվելը, ներելը, դա մարդու խելքի բան չի, սիրելիներ։ Սա ամեն բան լինում է Աստծո ողորմությամբ, Աստծո մատով։ Կամ հիշում եք Հովսեփը, աղբերները իրան ուզում էին սպանել, հետո իրանց խորհուրդը փոխվեց, աղբորը վերցրեցին եւ ծախեցին օդարներին, հետո Հովսեփն գավ օդարություն, այնտեղ նեղություններ, դժվարություններ, բանտ, բայց Աստված իրան վեր բարձրացրեց եւ Եգիպտոսի երկրում երկրորդ ազնվորությունն էր փարավոնից հետո, երբ որ սովի պատճառով Հովսեփի եղբայրները եկան հաց առնելու, Հովսեփը իրանց հայտնեց եւ հետո այնպես եղավ, որ Հակոբը իր ընտանիքով եկավ Եգիպտոս եւ հետո երբ որ Հակոբը իրենց հայրը մահացավ, աղբերները շատ վախեցան, որ Հովսեփը հնարավոր է իր սրտում մուր է պահել, ոխ է պահել, շատ վախեցան, սիրելիներ։ Եվ Հովսեփը ինչ ասեց նրանց. մի վախեք, մի տես Աստծո փոխանորդն եմ, եւ թեպետ դուք ինձ դեմ չարություն խորեցիք, բայց Աստված այն լավի դարձնել խորեց, որ աներ այսօրվա եւ այսօրվա եղածի պես, այսինքն որ շատ ժողովուրդ ապրեցնե։ Եվ հիմա մի վախեք, ես ձեզ եւ ձեր երեխաներին պիտի կերակրեմ եւ մխիթարես նրանց ու հասարությամբ խոսեց, հասկանում եք, սիրելիներ, շատ ահավոր էր, որ Սավուլը ուզում էր սպանել Դավթին, շատ ահավոր էր, բայց Դավիթ իրան ներում էր եւ ամեն բան Աստծուն էր հանձնել Դավիթը ու ինքը ասում էր, որ այնպես չլինի, որ իմ ձեռքը կմնի Աստծո օձալին, եթե մեռնելու է կամ ուրիշի սրով կմեռնի կամ իր մահով կմեռնի, բայց հանկարծ չլինի, որ իմ ձեռքը կմնի Աստծո օձալին։ Ինքը Դավիթը ներում էր Սավուլին, սիրելիներ։ Շատ ահավոր բան է, շատ ծանր բան է, երբ որ մարդը չի կարողանում ներել, սա մեծ ծանրություն է, մարդը այս վիճակում հանգստություն չի կարող ունենալ։ Եվ այո, նրանք, ովքեր իրանց ապաշխարության քայլերն են սկսում, ուզում են ապաշխարել, Աստծուն ունենալ իրաց կյանքում, այո, եթե անհաշտություններ կան, խռովներ կան, պետք է հաշտվեն, պետք է ներեն, սիրելիներ, եւ ինչպես պետք է ներել, այդ մասին Եփեսացիս թղթի 4 գլխի 32 խոսքում գրված է, Պողոս հալածյալ ասում է, եւ իրար հետ քաղցր եղեք, գտած իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց։ Այդպես պետք է ներել։ Պողոս հալածյալ ասում է, իրար հետ քաղցր եղեք, գտած իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց։ Աստված մեզ ինչպես է Քրիստոսով ներել։
Աստված ինձ ինչպես է ներել Քրիստոսով, մեղքերի մեջ էի, հանցանքների մեջ էի, խավարի մեջ էի, անմիտ էի, Տերը այցելեց եւ ինձ ներեց ծրի։ Նման ձևով էլ ես իմ սրտում պետք է ներեմ։ Եվ եթե ես հաղորդ եմ կյանքին, այդպես պետք է վարվեմ, սիրելիներ։ Շատ ահավոր բան է, երբ որ մարդը չի կարողանում ներել։ Ես նորից եմ ասում, սա երկնային որակ է, երբ որ մարդը Աստծուն է մոտենում, Աստծո հոգին այցելում է, Աստծո լույսը մարդու վրա է ծագում, մարդը պետք է հոժարի ներելու, սիրելիներ։ Ես հիշում եմ մի դրվագ, սիրելիներ, սա այնպես չի, որ մարդը իր մեջ այդպես որոշում է ներել ու որոշում է։ Պետք է Աստծո մատը մարդուն կմնի եւ մարդը Աստծո սիրով, Աստծո շնորհքով է դան։ Ես հիշում եմ մեկը իմ մասին մի խոսք էր ասել, դե ես մտածում էի, որ վերջապես ես հավատացյալ եմ, ես քրիստոնյա եմ, ավելին սպասավոր եմ, մարդկանց սովորեցնում եմ, ավետարան եմ քարոզում։ Հիմա ասել է ոչինչ։ Ես ամեն ձևի ուզում էի իմ մտքից հանել, բայց անընդհատ հիշում էի։ Երբեմն լինում էր առավոտը աչքերս բացում էի, հիշում էի, որ ինձ, ասենք, իմ մոտիկ այդպիսի խոսք է ասել։ Ու հիշում եմ, որ մի անգամ էլ աղոթքի ժամանակ ոնց որ դե էլ չէի դիմանում, իմ ներսից աղաղակում էի Տիրոջը։ Տեր, էլ չեմ դիմանում, ինձ ողորմիր, եւ այդ պահին Տիրոջ հոգին այցելեց, Սուրբ հոգին այցելեց, եւ այդ ծանրությունը ինձնից փոխվեց։ Պետք է նայենք, սիրելիներ։ Այ Պողոս առաքյալը սովորեցնում է նրանք, ովքեր չեն ներում, արիտ են տալիս սատանային, որպեսզի մտնի իրանց սահմանները եւ իրանց հարստարի, իրանց նեղություն տա։ Այդ մասին Պողոս առաքյալը գրում է երկրորդ Կորինթացիս թղթի մեջ հետեւյալ խոսքերն է գրված, սիրելիներ։ Երկրորդ Կորինթացիս թղթի երկրորդ գլխի համար 10 եւ համար 11-ը։ Բայց եթե դուք մեկին մի բան ներեք, ես էլ, որտեւ ես էլ, եթե մի բան ներեմ, որին որ ներում եմ, ձեզ համար է Քրիստոսի առաջին, որ սատանան մեզ զրկանք չանե, որ նրա խորհուրդներին անտեղյակ չենք։ Առաքյալը ասում է, եթե դուք մեկին ներում եք, եկեղեցուն է ասում, ես էլ կներեմ։ Եվ հետո ասում է, որ հանկարծ չլինի, որ սատանան մեզ զրկանք անե, որ նրա խորհուրդներից անտեղյակ չենք։ Երբ որ մարդը չի ներում եւ իր մեջ էլ ասում է շատ լավ եմ անում, չեմ ներելու, հաջողություն չի ունենալու, սիրելիներ։ Խաղաղություն չի ունենալու։ Չի կարող աղոթել, որովհետեւ իր խշմետանքը իր ներսիդին հանդիմանում է։ Ճիշտ է, ինքը համարում է, ասում է մինչև վերջ էսպես էր տալու եմ, բայց հաջողություն չի ունենալու։ Սրա համար թող Աստծո ողորմությունը լինի, սիրելիներ։ Պողոս առաքյալը ասում է, եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրանը չի։ Տեր Հիսուսը աղոթում էր, Հայր, ներիր նրանց։ Տեր Հիսուսը ներում էր։ Նման ձևով էլ մենք պետք է ներենք։ Թող Աստծո օրհնությունը լինի, սիրելիներ։ Եփեսացիս թղթի այդ օրինալ խոսքը նորից եմ ուզում հիշեցնել, երկենք, երկից հետո աղոթքով Տիրոջ առջև կգանք։ Եփեսացիս թղթի մեջ 4-րդ գլխի 32 խոսքում ասում է. եւ իրար հետ քաղցր եղեք գտած իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց։ Ամեն։